Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում։ Անահիտը ակտիվ է նաև Instagram-յան հարթակում, որտեղ էլ 3 տեսանյութ է հրապարակել ու ցույց տվել, թե ինչպես է ռուս հայտնի երգիչ Վալերի Մելաձեի հետ երգել մեկ բեմում նրա երևանյան համերգի ժամանակ։ Հոլովակին կից Անահիտը գրել էր հետևյալը. «Երեկվա հրաշալի էմոցիոնալ միջոցառումից մի հատված, իմ և Մելաձեի իմպրովիզ դուետը», հոլովակին կից գրել էր Անահիտ Կիրակոսյանը։ Առաջարկում ենք դիտել նրանց ելույթը։ Լուսինը նայեց քաղաքին քնած ու գիշերը հանգած ինչ-որ բաժը շնջաց, ինչ-որ բաժը շնջաց Լուսինը նայեց անշանը քնած որ պարկել էր անշարժ սև հողում մոխրացած սև հողում մոխրացած Ախ լուսին, լուսին, ուզում եմ քեզ գրկել, քեզ տանել լուսին, ու մորս նվիրել, լուսին, լուսին Star News-ը նոր շարք է սկսել՝ բլից հարցեր հայ աստղերին։ Այդ շարքին մասնակցել է նաև Անահիտ Կիրակոսյանն ու պատասխանել Star News-ի լրագրողի հարցերին։ Հարցերը հետևյալն էին, պատասխանները՝ ևս։ Խորհուրդ, որ երբեք չեք մոռանա։ Ապրիր հիմա և այստեղ։ Հարց, որին ըստ ձեզ երբեք չեք առնչվի։ Քաղաքական որևէ հարցի երբևէ չեմ առնչվի։ Ամենաթանկ ու կարևոր իրը։ Նարեկացու Նարեկը։ Չեք զբաղվի դերասանի մասնակցությամբ միայն որ դեպքում։ Եթե գնայի դաշնամուրի և դառնայի դաշնակահարուհի, ինչ տվեց ձեզ վերջին 1 տարին։ Շատ դժվար տարի էր անձնական առումով, քանի որ մտերիմների և ընկերների կորցրեցի, բայց մյուս առումով բուռն աշխատանքային տարի էր։ Ամենաշատը ում եք կարոտում։ Կորցրած ընկերներիս ու տատիկիս։ Սխալ, որը երբեք չեք կրկնի։ Չեմ բացատրվի այն մարդկանց, ովքեր հասկանալ չեն ցանկանում։ Ափսոսում եք, որ դեռ չեմ հասցրել խաղալ այն դերերը, որոնք երազում եմ։ Երջանիկ եք, որովհետև ապրում եմ։ Որն է և մասնագիտական և ընտանիքում անթերի լինելու ձեր գաղտնիքը։ Հույս, հավատ ու սեր, շատ սեր։ Անկեղծացել էր Անահիտը Star News-ի հետ զրույցում։ Գաղտնիք չէ, որ Անահիտ Կիրակոսյանի անձնական կյանքը շատ քննարկված է հանրության շրջանում։ Մի անգամ Անահիտը իր ամուսնական կյանքից մի դրվագ էր պատմել, որը ներկայացնում ենք ձեզ։ Մեկ անգամ ես ու Արտակը վիճել էինք ու կարգին էինք վիճել, էն կերպ, որ ես ասացի՝ երևի էս վերջն ա։ Մեծ աղջիկս՝ Լաուրիկը, ասեց՝ կռվել եք, եթե բաժանվենք, մամա, ես քո հետ եմ գալու։ Էդ պահին մոռացա ինչի համար ենք կռվել։ Էդ դրվագն արդեն բոլոր հարցերին տալիս ա պատասխան։ Մենք էնքան բաներ ենք ապրել միասին, էնքան իրավիճակներ։ Իրանք իմն են, ես իրենցը, իրանք իմ աղջիկներն են։ Մի անգամ ավագ դստերս ծննդյան օրից առաջ հարցրեցի, թե ինչ ա ուզում նվեր։ Ասաց մամայի նկարը տեսել եմ, բայց ինչ-որ շարժման մեջ չեմ տեսել, կուզեի տեսնել։ Ամբողջ բարեկամության մեջ ման եկա ու գտա մի հատված, որտեղ Լուսինեն պարում է։ Ծննդյան օրով էդ մատուցեցի դստերս։ Մենք մի ժամ լուռ գրկել էինք իրար։ Էնքան խառը զգացողություն ա,
Համ ինչ-որ մեկի տեղն ես գրավել, համ չես գրավել, խոստովանել էր Անահիտ Կիրակոսյանն ու կրկին հուզվել։ Անահիտ Կիրակոսյանն այս տարիների ընթացքում շատ է քննարկվել, նա նաև մասնակցել է շատ հարցազրույցների, որտեղ պատասխանել է հետաքրքրող հարցերին։ Տարիներ առաջ Անահիտը մասնակցել է մի հարցազրույցի, որին մասնակցել է նաև նրա ամուսինը Արտակը։ Ձեզ ենք ներկայացնում նրանց պատասխանները։ Անահիտը նշել էր հետևյալը. «Մենք միմյանց սիրում ենք, ոմանք հավատում են, ոմանք ոչ, թող մտածեն կեղծ է, սպասեն, որ կբաժանվենք, բայց մենք արդեն ամուր ընտանիք ենք, յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում, ինչ կանոններով ապրի։ Ինձ համար ծիծաղելի է, որ մարդիկ մտածում են, թե կարող էի իմ կողակցին ընտրել ֆինանսական դրությունը հաշվի առնելով, արդեն կայացած մարդ էի, երբ Արտակին հանդիպեցի»։ Նույն հարցին անդրադարձել է նաև Անահիտ Կիրակոսյանի ամուսինը, նշելով հետևյալը. «Ես միլիարդատեր չեմ, որ մտածեմ Անահիտն ինձ հետ փողի համար է ամուսնացել։ Եթե նա շահով առաջնորդվեր, ավելի հարուստ մարդու հետ կյանքը կկապեր», նշել էր Արտակը։ Անահիտը ասել էր հետևյալը. «Արտակին հանդիպելու առաջին իսկ օրվանից ունեի այն զգացողությունը, որ նա դառնալու է իմ ապագա ամուսինը։ Ես իրավաբանական հարցով դիմել էի նրան, քանի որ ծանոթներիցս մեկն էր խորհուրդ տվել։ Արտակը չգիտեր, թե ով եմ, որպես դերասան չէր ճանաչում։ Այդ գործնական հանդիպումից էլ նրան շատ հավանեցի։ Ինձ համար 16 տարվա մեր տարիքային տարբերությունը անհանգստանալու պատճառ ու խոչընդոտ չի եղել, ով գիտի։ Մենք քանի տարի ենք ապրելու։ Մենք ապրում ենք այսօր և ապրում ենք երջանիկ։ Արտակի հասունությունը միայն օգնում է մեզ։ Ես պարզապես չէի կարող իմ տարիքի տղամարդու հետ ապրել։ Նա ինձ իր խորհուրդներով, կյանքի փորձով շատ է աջակցում։ Չեմ կարծում, որ ինձ սխալ խորհուրդ կտա, պարզապես չի սխալվում»։ Իսկ աշխատանքի և ընտանիքի համատեղելիության մասին խոսելիս Արտակը նշել էր. «Ոչ միայն դեմ չեմ, այլև դրական եմ վերաբերվում, երբ կինն աշխատում է։ Խոսքը ոչ թե գումարի, այլ հոգեկան բավարարվածության մասին է, մանավանդ կրթություն ստանալուց հետո։ Տնային տնտեսուհու կարգավիճակում լինելը անհասկանալի է։ Բացի երեխաներին խնամելուց, ինչով պետք է զբաղվի, սերիալ նայի, որտեղ ամուսինը դավաճանում է կնոջը, հետո էլ կասկածի իր ամուսնուն և նրա նյարդերն ուտի։ Ընդ որում սա բերում է դեգրադացիայի։ Երբ պետք է ամուսնանային, Անահիտը պատրաստ էր իր մասնագիտությունը մի կողմ դնել, բայց նրան ասացի. «Դու կնմանվես ծաղկի, որին հողից կտրել բերել եմ տուն ու ծաղկամանի մեջ դրել, ինչքանով վստահ լինեմ, որ շուտ չես թառամի», նշել էր Արտակը։ Անահիտը հավելել էր. «Իսկապես, հիմա երկուսս էլ ունենք մեր աշխատանքն ու հետաքրքրությունները։ Արտակն իրավաբան է, աշխատում է որպես բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ, իսկ աշխատանքից հետո պարզապես վայելում ենք միմյանց ներկայությունը։ Միակ դեպքը, երբ Արտակն այդքան էլ չէր ուզում, որ նկարահանվեմ, նախորդ ամանորն էր, իսկ պատճառը շատ պարզ էր։ Հայկի լուսաշխարհ գալուց հետո դեռ 5 օր էր անցել, և ես պետք է Շանթ հեռուստաընկերության ամանորյա ծրագիրը վարեի, այդ դեպքում էլ հասկացա, որ չէի կարող ձախողել ուղիղ եթերը»։ Անահիտ Կիրակոսյանի այս խոսքից հետո Արտակը նշեց հետևյալը. «Կնոջս մասնակցությամբ նախագծերին միշտ եմ հետևում, բայց երբեմն չեմ հավանում։ Օրինակ սերիալային Սուսիկի կերպարը մեկնաբանելով ասում էի, որ այդ աղջկան չէի սիրի, բայց գերդաստանն ավելի հաջողված էր։ Իսկ պահանջվում է միլիոնատեր ֆիլմի թողարկման ժամանակ դեռ չէինք ճանաչում իրար։ Անահիտին ֆիլմում տեսնելով մտածեցի՝ ինչ սիրուն աղջիկ է, բայց հետո իրական կյանքում չէի հիշել, որ նա է այդ կերպարում եղել, որովհետև էկրանը խաբուսիկ է, բայց այդ մարդկանց դեմքերը չեմ կարողանում մտապահել», նշել էր Արտակը։